որքան որ արդեն հասցրել եմ իրավաբանություն ուսումնասիրեմ, ամբողջ մեղադրական եզրակացությունը պատկայի մեջ, հա, եւ պետք է ստեղից ինչ-որ բաներ ասվեր, ես կփորձեմ այստեղից երկու դրվագ ներկայացնել, որից հետո տեսնենք էլի ներկայացրածը մեր մեղադրողների։ Նախ միայն իմ անունից ես կխոսեմ, կոնկրետ իմ վրա գրված է, որ հունիսի 25-ին Արա Ռուբենի Ռոստոմյանին մեղադրանք առաջադրվել, որի մեջ դրված է, որ 24 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իրագործել սահմանադրության չծրված եղանակով այսինչ գործողությունները։ Դա վերաբերում է 24 թվականի նոյեմբեր ամսից։ Բայց մեղադրական եզրակացում ընդհանրապես բոլոր հատորներում նշված է, որ մարտի 4-ից առաջի անգամ իմ անունը շոշափվում է։ Այն դեպքում, որ երկար ժամանակ եւ մեզ գաղտնա լսել են եւ արտաքին դիտում են արել եւ ներքին դիտում։ Գոնե այստեղ գրվել ասեր Աբեկի Արա Ռոստոմյանը մարտի 4-ից միացավ Բագրատ Գալստանյանի Աբեկիչ խմբին։ Գոնե տես գրվել։ Ոչ թե իմ անվան դիմաց գրված լիներ 24 թվականին նախապատրաստել է ահաբեկչությունը։ Սա մեկ։ Երկրորդը վաստական հանգամանքը, որ ասում են ինչի հիման մեր վրա դրե ահաբեկչությունը։ Ես այն մյուս մասերը չեմ կարդա, գրված է չեն կարողացել դիտավորության մեջ ընկերահանձանք ահաբեկչությունը իրականացնել եւ նշվում է անվտանգության աշխատողների կողմից բազմաթիվ փաստարկներ եւ գրված է ինչպես նաեւ կատարված խուզարկություններով հայտնաբերել են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով նախապես ձեռք բերված պայթուցիչներ, ներկանյութեր, ծխացող իրեր, անձանց ցուցակներ, գործողությունների պլանավորման վերաբերյալ փաստաթղթեր, հաշվառված զենք եւ զինամթեր, հաշվառված։ Այսինքն եթե մենք այսօր չեմ մեղադրողներին ասում, մյուս դատախազների տները հենց այս բան խուզարկեն, հաշվառված զենք ու զինամթերք հաստատ կհայտնաբերեն։ Հաշվառված զենք ու զինամթերք ունենք մենք երկու գնդապետ, ովքեր նաև ստացել են նագրատներ զենքեր։ Եթե դրանք մտցրել են սրա մեջ, ուրեմն այդ բոլոր դատախազներին կարելի է ասել նրանք են նախապահ, հաշվառված զենք ու զինամթերք են, իրանք ունեն։ Կամ եթե մեր դատախազները բարձր տարիքի տղաներ ունեն, ուսանող տղաներ ունեն եւ ֆուտբոլի երկրպագու են, իրաց տներից այդ ծխացող սարքեր կանեն, ոչ միայն կապույտ գույնի, այլ ռոզվի, նարնջագույն, եսիմ գալուբոյ, տարբեր գույների բաներ կհանեն։ Եթե ուրեմն եթե իրան կամ եթե ունեն դպրոցական տարիքի տղա երեխաներ, եւ վերջերս նոր տարի էր, 5-րդ, 6-րդ դասարանն է։ Այդ պայթուցիչները, որ ամեն օր մեր տան հետևը տրակ հասնում էին, այնից եւ դրանք էին աստներից կհանեն։ Մեր խմբի մեջ, այս ահաբեկչական խմբի մեջ, ունենք ազգային ժողովի падգամավոր Արցախից եկած, որի տանը 100%-ով ցուցակներ կլինեն բռնագաղթվածների տվյալները, կամ Իգոր Սարգսյան, հանդիսանում հայերական դաշնակցության գերագույն մարմնի անդամ, որը պատասխանատու է հոմի հետ կապված, որը օգնություններ է բաժանում զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Այսինքն այդ ցուցակը, որը ինքը օգնություն է բաժանում, եթե մտնենք յուրաքանչյուրի տուն, հաստատ հնից մնացած են բլոկնոտները կլինի, որ հարևանների, բարեկամների եւ այլ անհատկաները գրած է հեռախոսահամարները։ Ուրեմն իրանք են ահաբեկիչներ հանդիսանում։ Եվ վերջապես ուզում եմ խոսքս ավարտեմ ամենահետաքրքիր մասով, H 47-ը։ Ասում է՝ ի պաշտպանություն մեղադրյալների վերաշարադրված փաստարկների եւ այլն, նախաքննությամբ հավաքված բազմաթիվ ծանրակշիռ եւ հավաստիապետների պատշաճ հետազոտության եւ վերլուծության վրա, ինչի իման վրա են մեծ առաջացրել, վրա հիմնված ներքին համոզմամբ։ Այսինքն ներքին համոզմամբ մեծ ասում են ահաբեկիչ, առանց փաստական չկա գրած, ներքին համոզմամբ։ Եվ մի բան է կհուշեմ իրավապահ մարմիններին, նախաքննական մարմնին, որ երբ որ մտել են տները խուզարկել են,
Վստահ եմ, որ գյուղական բնակավայրեր են գնաց, այնտեղ են խուզարկե, գոմերել են խուզարկե, գոնե 2 տուկ այդ խոտերից վերցնեին, վերեին այստեղ իրեղեն ապացույց ասեն, այս են խոտերն են, որտեղ որ լցեինք այդ բան թունելներով վառեին, գոնե տենանք այդ է իրեղեն ապացույցը, զիկը որև է իրեղեն ապացույց չկա, եթե հաջորդիվ կգնան կբերեն դրան, գոնե ընդունենք հեսա էլի, այդ բաներն է, որ պիտի դնենք ու վառեն, իսկ ներքին համոզումը ես ճիշտ ասած իրավաբան չեմ, մաթեմատիկ եմ և տրամաբանությունն ու վերլուծությունը իմ մասնագիտականն է եղել, այսպիսի վերլուծություն ես չեմ տեսել իմ ուսանողական և աշխատանքային պրակտիկայի առումով, որ ներքին համոզմամբ 18 հոգու տնից տեղից կտրեն ու իմ 2 ընկերներն այսօր 7 ամիսա կալանավայրում է գտնվում, այսքանը։